Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, մենք գտնվում ենք Ծիծեռնակաբերդում, որտեղ հազարավոր քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ այս պահին զրուցելու եմ Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ 110 տարի է անցել, պարոն Հակոբյան, եւ այլևս երբեքի կարգախոսից պետք է այլևս երբեքը կարգախոսից պետք է վերածվի իրականություն։ Այսօր այդպես էր իր հաղորդագրության մեջ նշել արտաքին գործերի նախարարությունը, ինչպես եք դուք գնահատում եւ մենք արդյոք անում ենք բավարար քայլեր այլևս երբեքը կարգախոսից իրականության վերածելու համար, համեցեք։ Այս կարգախոսով մենք իրականության մեջ պիտի տեսնենք այսօրվա աշխարհի եւ մեր երկրի եւ մեր կարելիությունների իրականությանը եւ նայենք դեպի առաջ։ Նայենք դեպի առաջ այն իմաստով, որ հասկանանք, որ այլևս ճանաչման հարցը փակվեր է։ Որտեղ ամբողջ աշխարհը ճանաչում է իրականության մեջ։ Այժմ այդ ճանաչման հարցից պիտի անցնենք դեպի դատապարտում եւ հատուցման խնդիր։ Բայց դատապարտմանը եւ հատուցման խնդրին մենք կարող ենք այն ժամանակ հասնել, եւ որ ունենք բավարար ուժ եւ հենվում ենք մեր ներքին ուժին։ Ոչ միայն ասենք մեր բարեկամներին եւ միջազգային հանրությանը, այլ ուղղակիորեն նայում մենք ինչ ունենք եւ ինչ ենք պահանջում, ինչպես ենք պահանջում, ումից ենք պահանջում եւ կարողանանք մշակել այնպիսի մի ռազմավարական ծրագիր, որ յուրաքանչյուր հայի սրտում նստի եւ յուրաքանչյուր հայ իր կարելիությունների համապատասխան կարողանա այդ ուղղությամբ աշխատել։ Մասնավորապես ինչ ծրագրի մասին է, պարոն Հակոբյան, խոսքը։ Այսօր ցեղասպանության մասին յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր կազմակերպություն իր հայեցողությամբ աշխատում է։ Չկա այն կենտրոնական ուժը, որ ասի ինչ են պահանջում իսկապես, ինչ պիտի անենք, ինչ համազգային ծրագրով պիտի մենք առաջ գնանք, թեպետև 100-ամյակին հռչակագիր եղավ եւ այլն, բայց դա թղթի վրա էր իմ կարծիքով եւ գործնական դեր չունեցավ, քանի որ որոշակիորեն կտրված էր իրականությունից։ Այսօր մենք ունենք մեր անկախ պետականությունը եւ այդ պետականության հզորացումը այն գրավականն է, որի հենքի վրա մենք կարող ենք նայել դեպի առաջ եւ իրականություն դարձնել մեր իղձերը։ Այսինքն մենք պետք է նախազորանանք, զարգանանք ներսում եւ նոր, այսպես ասած, հաշվի կնստեն մեզ հետ։ Եթե ուժ չունես, հաշվի չեն նստի քեզ վրա։ Դու պիտի ունենաս տնտեսական, քաղաքական ուժ եւ այդ տնտեսական քաղաքական ուժը քեզ կտա պետությունը եւ պետականությունը։ Պարոն Հակոբյան, իսկ օրինակ պարզ է չէ, որ դրոշ այրելով այդ ուժը ցույց չենք տալիս, սահմանին կանգնել գոռալով թուրքը մեր թշնամին է, այդ ուժը ցույց չենք տալիս։ Մեզ այնպես են դաստիարակել 110 տարիների ընթացքին մեզ մասամբ, որ միշտ զգացմունքային մոտեցում ունենանք եւ այդ մեր ներքին պորտկումը բերենք մի դրոշի վրա եւ այդ դրոշը կրակելով ուզենանք մեզ ուզենանք համոզենք մեզ, որ մենք մի գործ արել ենք, բայց դա իրականության մեջ այսօրվա աշխարհի մեջ, այսօրվա զարգացած աշխարհի մեջ, պետությունների մեջ, երկրների մեջ դա նույնիսկ իր հակառակ դեր ունի, հակառակ դերն է տալիս եւ ցույց է տալիս քո տկարությունը։ Դրոշը, թշնամու դրոշը քո պետականության երկրի մեջ այրելը քարշակործություն չի։ Հիմա զգացումով մոտենում են մեր հայրենակիցները, հազարավորներ եւ գուցե ուրախանան դրանով, բայց մենք այլևս պետք է զգացումից անցնենք տրամաբանության։ Հատկապես մեր հասարակական քաղաքական գործիչները պիտի վեր նայեն։ Դա թուլացնում է, տկարացնում է մեզ։ Թուլացնում է մեզի եւ առիթ է տալիս չարաշահումների։
Պարոն Հակոբյան, առհասարակ հայ-թուրքական հարաբերությունները ինչպես պիտի զարգանան, կարգավորվեն, առաջընթաց տեսնում եք թե ոչ այդ հարաբերությունների։ Ես տեսնում եմ, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր պետություն ինքը պիտի որոշի ում հետ խոսի, ում հետ չխոսի։ Ոչ թե իր փոխարեն ուրիշները խոսեն։ Սա հիմք է։ Հիմա այսօր եթե մենք այն ուժը չունենք, որ Թուրքիայի հետ կարողանանք այնպես խոսել, ինչպես որ հարկավոր է, բայց դա չի նշանակում, որ մեր չպիտի այդ ուղղությամբ աշխատանք տանենք։ Պարոն Հակոբյան, եւ արվում է արդյոք բավարար աշխատանք ձեր կարծիքով այդ ուղղությամբ։ Տեսեք, բավարար չափանիշը դժվար է ասել ինչն է բավարար, ինչը բավարար չի, երբեք ոչինչ բավարար չի մեզ համար։ Պարոն Հակոբյան, Սփյուռքը ինչպիսի ուրեմն դերակատարություն ունի։ Տեսեք, այս սա միակ օրն է, որ մենք շատ համախմբված ենք աշխարհասփյուռ հայությամբ։ Տեսեք, այս համերաշխությունը եւ միասնականությունը, որ ժողովրդի մեջ տեսնում ենք, նույն համերաշխություն, միասնականությունը կա Սփյուռքի մեր համայնքների մեջ։ Եթե թողնեն այդ Սփյուռքը աշխատի որպես համազգային, համահայկական առումով ոչ ասենք խմբակային շահերին հետևելով եւ այլն, ցավոք Սփյուռքի մեջ ինչպես որ Հայաստանում է տեսնում եք, որ տարածայնությունները սարսափելի աստիճանի են հասնում։ Սև եւ սպիտակ, այո։ Ցավոք Սփյուռքի մեջ այդպես է, բայց այնտեղ էլ կան իրականության մեջ մարդիկ սպասողական վիճակի մեջ են։ Իրենք ցանկանում են, որ աշխատանքը կատարվի միասնական կերպով եւ մենք էլ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Պարոն Հակոբյան, այս առումով հատկապես ինչ կերպ ընդհանրապես պիտի Սփյուռքը ներգրաված լինի նաեւ Հայաստանի կյանքին ձեր կարծիքով։ Եվ պիտի լինի թե ոչ։ Սփյուռքի ամբողջ ուժով, այսինքն իր տնտեսական, գիտական, քաղաքական բոլոր ներուժով պետք է մասնակից լինի Հայաստանի զարգացմանը, Հայաստանի պետականության հզորացմանը։ Սա այն գործնական քայլն է, որ Սփյուռքը պիտի անի եւ Հայաստանը պետք է ընդունի դա։ Սա ամենից կարևոր գործն է, որ Սփյուռքը կարող է անել։ Պարոն Հակոբյան, տեսակետ կա, որ Թուրքիայի եւ մյուս երկրների դեմն առնելու տարբերակ կա, դա Հայաստանի հզորացումն է, զարգացումն է, տեխնիկապես նաեւ զարգացումն է։ Անշուշտ դա ճիշտ է, դա միակ ճանապարհն է իմ կարծիքով, որովհետև Թուրքիայի հետ հարաբերությունները ուրիշի միջոցով մեզ տեղ չի հասցնի, ինչպես որ միջև հիմա տեղ չի հասցրել։ Սա շատ կարևոր է։ Ուղղակի շփումները, միջնորդ չպիտի լինի այս մեջտեղը։ Մենք պետք է ինքներս կարողանանք նկատի ունենալով մեր ուժը, մեր զորությունը, մեր կարելությունները այնպիսի քաղաքականություն վարենք, որ այդ նավը չկոտրվի։ Տեսեք, մի հատ խոսք կա, ասում է, մենք ասում է մի ժամանակ 100 տարի առաջ, 150 տարի առաջ ասում է, որ հայկական նավը չխորտակվի թուրքական Սիցիլիայի եւ ռուսական Խարիբդայի արանքում, սա մի խոսք է ասում է, եւ մենք այդ ուղղությամբ պիտի աշխատենք, եւ մենակ մենք նկատի ունենալով մեր ուժը կարող ենք այս երկուսի մեջ նավարկել։ Ընդհանրապես բավարար է աշխատանքը, որ տարվում է այդ ուղղությամբ։ Գոհացնում է Սփյուռքին։ Իբրև Սփյուռքի ներկայացուցիչ։ Ես կարծում եմ, որ պետության ներսում կան ուժեր, որոնց համար ցանկալի չի Հայաստանի հզորացումը։ Այդպիսի ուժեր տեսնում եք մենք, ասենք կան, որ զբաղված են սաբոտաժով, կամ իրենց տեղում չեն, եւ դա արգելակում է Հայաստանի զարգացումը թե մշակույթի առումով, թե տնտեսության մեջ եւ թե նույնիսկ քաղաքական առումով։ Սա լրջագույն վտանգ է Հայաստանի համար։ Շատ մեծ, տեսնում եք Գյումրիում ինչեր կատարվեցին եւ այլն։ Հետեւել եք Գյումրի ընտրությունների նույնպես վշտացնող էին արդյունքները։ Ժամ առ ժամ։ Վշտացնող էին արդյունքները։ Ցավալի է։ Իհարկե, ամեն ասում են վատ բանից պետք է դրականը վերցնել։ Բթաս պիտի լինի մեզ համար, ինչ տեղի ունեցավ Գյումրիում եւ միշտ ենք ասում դաս վերցնել, բայց ասենք դաս վերցնելով պիտի մի քիչ տրամաբանական մոտեցում ունենա, մարդ մի քիչ սիրի իր հայրենիքը, իր երկիրը, իր պետությունը, իր պետականությունը եւ սիրել, այն ժամանակ ճիշտ դաս կվերցնի, եթե ոչ սխալ դաս կվերցնի։ Կարծում եք 26 թվականի ընտրությունների հետ կապված ինչ մտահոգություններ ունեք։ Մտահոգությունը շատ է, մտահոգության այն իմաստով է շատ, որ
հակահայկական ուժերը թե ներսում եւ թե արտասահմանում միավորված կերպով են աշխատում, միասնական կերպով են աշխատում, սինխրոն են աշխատում, միաժամանակյա կերպով աշխատում է Ադրբեջանը, աշխատում է հյուսիսից, աշխատում են հյուսիսից, Թուրքիայից, ներսից, ցավոք։ Արդյունքները մտահոգիչ կլինեն, կարծում եք 26 Ես վատատես չեմ, բայց կարելի է այդ վատ արդյունքների առաջարնել հիմիկվանից, եթե մի քիչ ավելի լուրջ նայենք ամեն ինչին։ Պետությունը մի քիչ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերի, սա շատ կարևոր է։ Այսինքն քննարկի խնդիրները, տեսնի դժվարությունները եւ լուծումներ գտնի դրանց համար։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան։ Ես էլ շնորհակալ եմ։ Զրուցում էինք Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանի հետ։